Լույս ես բումբումիկ Կախարդական քաղաք դու հրաշք ես բումբումիկ Ժպիտը կոտակի տոտաները բումբումիկ Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Բարև ձեզ, մենք գտնվում ենք Մեսրոպ Մաշտոցյան վան մատենադարանի դիմաց։ Գնանք տեսնենք գիտեն մարդիկ, թե ով է Մեսրոպ Մաշտոցը։ Գնանք միասին եւ պարզենք։ Բարև։ Բարև ձեզ։ Ո՞ր դասարանում ես սովորում։ Երկրորդ։ Իսկ կասես գիտես ով է ստեղծել հայոց այբուբենը։ Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոցը։ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոց։ Վայ, Մեսրոպ Մաշտոցը։ Քանի տարի ունի։ 39 39 կարծեմ։ 36 կամ 38 36 36 36 Իհարկե 39 Իսկ գիտես թե ո՞րն է 9-րդ տառը։ Հեն ԱԲԳԴԵԶ Թ ABGDY Թ ԱԲԳԴԵԶ Թ Թ տառը կարող ես որևիցե մի բառ ասել։ Թութակ թիթեռ Թմուկ թմկաթաղան Թռչկոտել, թափահարել, Թզենի Թարաս Ռոսլի Թութ Թութակ Թամանյան Կարող եք այբուբենը անգիր ասել։ ABGDY Եզ TԺԻԼ ԽՑ ԿՀ ԾՂՃՄ ԵՆՇ ոչ ՉՊՃՌՍ ՍՎՏՐ Իսկ հիմա կարող եք վերջից սկսել գալ առաջ։ Ո՞ց եք մի հատ էլի։ Օ եւ Ք Ց ու Ֆ Օ եւ չեմ կարող Ֆ Օ եւ Ք Վ Օ եւ Փ Ք Փ Ֆ Օ եւ Ք Այ չեմ հիշում։ Ալո։ Պարոն Բում, բարև ձեզ, Լիլին է։ Պարոն Բում, ես հարցազրույց եմ վերցնում, հենց հիմա չեմ կարող գալ։ Ինչպես։ Բոբոիկը ինչ արել։ Լավ, ես հենց հիմա գալիս եմ։ Բարև ձեզ իմ սիրելի փոքրիկներ, ես կենդանաբանական այգում եմ։ Տեսնենք այստեղ ինչ է գրված ավատերարիում։ Գնանք միասին տեսնենք ինչ կենդանիներ կան այստեղ։ Գնացինք։ Լամրիտների ընտանիք է, տարբեր տեսակի գուրամիներ, ժեմչուժնի գուրամի կա, մառամռնի կա, դեղին կա։ Նրանք ամբողջը մի ընտանիք են։ Մի ընտանիքի տեսականի է, բայց տարբեր անուններով են էլի կոչվում։ Իսկ ուրիշ ձկներ, այս դրանք օրինակ ինչ ձկներ են։ Ձվադրում են, սրանք կենդանացին ձկներ են, կենդանի ձագեր են ծնում։ Միջինոսոսներ են, մալինեզիաներ են, եռաներ են։ Իսկ նրանք քանի տարի են ապրում։ Տարիքը 6-7 տարի ապրում են ավելի 6-7 տարի։ Ավելի երկարակացներ կան։ Ստեղ պիրանյաներ ունեն։ Ահա, որ սրանք են։ Բուսակեր, սրանք ավելի գիշատուշ տեսակներն են։
Նրանք ինչով են սնվում։ Ձկներով, մսով, տարբեր տեսակի ձկներով։ Նրանք էլ են 7-8 տարի ապրում։ Սրանք ավելի երկար են ապրում։ Սրանք ապրում են լճերում, գետերում, այդ տեսակ տեղերում են։ Իսկ այս ձկները Սրանք էլ էլի շատ իշտերի ընտանիքին պատկանող ձկներ են, աստրոնավտուսը։ աստրոնավտուս։ Բարև աստրոնավտուս։ Մոտ մի ամիս չի սվում, որ ձակերին ըստ բերանի մեջ պահով մեծացնում է։ Իսկ սրանք ինչ ձկներ են։ Խառացինովի ընտանիքին պատկանող ձկները, բոլորը մի ընտանիքի ձկներ են, բայց տեսականից շատ դա։ Բայց շատ փոքրիկ են։ Ընտանիքի ձկները շատ չեն մեծանում։ Վառ գույն ունեցող ձկները ապրում են ավելի կեղտով պղտուն ջրերում։ Զինավորումը նրանից է կապված։ Օրինակ տեսեք այն ձուկը ամբողջովին սև է, պոչիկը կարմիր։ Այ կռվում են։ Այդպես թվում է, խաղում են իրար։ Խաղ են անում։ Այն ինչով է պայմանավորված իր գույնը։ Դժվար է։ Ինչով է պայմանավորված, բազմազան է, տեսականին գույնավորումը շատ բազմազան է լինում։ Իսկ այնպես լինում է, որ վնասում են իրար։ Շատ լուրջ վնասումներ չէ, բայց բավականին լուրջ կռվում են իրար։ Այ այդ դեպքում ի՞նչ եք անում, առանձնացնում եք իրենց, թե ինչպես։ Ընդհանուր առմամբ գործուկը որ ուզում է բազմանա, մենք առանձնացնում ենք իր համար հատուկ պայմաններ ենք ստեղծում։ Ահա։ Իսկ լինում է այնպես, որ ձկներից մեկին տանեք, մյուս ձկները կարոտեն, Չէ։ նեղանան, Չէ, այդպես չի լինում։ չեն տխրում, չեն հիշում, իրենք հիշողություն չունեն։ Չէ, այդպես չի լինում։ Կհանդիպենք, կամ շատ շնորհակալություն։ Սա ինչ է։ Ինքնադիր։ Իսկ ով է պատրաստել։ Ես եմ պատրաստել։ Հա։ Եվ արի տեսնեմ, արի տեսնեմ։ Ինչքան գեղեցիկ են երեխաները, նայեք ինքնաթիռ, փայտիկներից հավաքել է Աշոտը մենակով։ Եվ ինչու ես բերել մեզ մոտ ընկերների ցուցադրելու համար։ Ես ուզում եմ գունավորել։ Իսկ ես իրեն կօգնեմ գունավորել։ Լավ, ես առաջարկում եմ զինվորական նախշեր օգտագործենք։ Ինչ ես կարծում։ Ներկենք մուգ կանաչով եւ վրան նախշեր անենք։ Իբրև թե ինքը զինվորական ինքնաթիռ է։ Համաձայն ես Աշոտ։ Համաձայն եմ։ Մեզ հարկավոր են ներք, գուաշ, վրձիններ եւ անցնենք գործի Աշոտ։ Վերցնում ենք վրձինը, խնդրեմ, եւ արագ սկսում ենք ներկել։ Ճիշտ ենք բռնում վրձինը Աշոտ, որպեսզի գեղեցիկ ստացվի եւ հեքիաթային պետք է գործիքները ճիշտ օգտագործել։ Տեսնում եք երեխաներ, ինչքան հեշտ է գուաշներով ներկել մեր փայտը։ Իհարկե, երեխաներ, ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել, փայտիկների համար կարող ենք օգտագործել մեր կտորի ներկերը, որոնք անգամ փայտիկի վրա հնարավոր է նախշեր անել։ Նկարում ենք, այնուհետև մեկ օր թողնում, չորանում է, իսկ չորանալուց հետո պետք է ֆենենք, որ իրենք մի փոքր ուռեն ու դառնում են հրաշալի գույնզգույն նախշերով աշխատանքներ։ Հավանում ես։ Իսկ ինչ ես կարծում, մնացած գույներն ինչ գույներ պետք է լինեն, չէ՞ որ զինվորական ինքնաթիռ էր մեզ մոտ։ Ճիշտ է։ Սիրելի երեխաներ, եթե մի քանի հոգով աշխատեք, նախ գեղեցիկ կլինի եւ շատ ուրախ կստացվի։
Եվ կարծում եմ արագ կվերջացնեն, ճիշտ է, Աշոտ, որովհետև մեկը մյուսի օգնելով բավականին արագ է ստացվում։ Ինչպես ես ու Աշոտն իրար ենք օգնում։ Ես կարծում եմ, Որ, ինքնաթիռը ահա, շատ գեղեցիկ է։ ես էլ եմ կարծում շատ։ Պատրաստ է մեր ինքնաթիռը։ Անակնկալ եւ կարծում եմ երեխաներ գեղեցիկ է ստացվել։ Մեր ինքնաթիռը զինվորական։ Մի քանի դետալներ էլ կտորի ներկերով եւ մեր աշխատանքը կվերջացնենք։ Մենք ավարտեցինք մեր աշխատանքը։ Բայց բացի աշխատանքը, այս ինչ ենք արել, փնթիություն, արի հավաքենք մեր շրջապատը, լավ, արագ մաքրենք, որ ոչ մեկ չնկատի, որ մենք փնթի ենք